Հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ստացել են 3 ահազանգ ուսումնական հաստատություններում, դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Նախարարի խոսքով դրանք կուղարկեն դատախազություն։ Հիշեցնեմ, որ դպրոցում քաղաքական քարոզի մասին վերջերս նաև ABC մեդիան էր ահազանգ հնչեցրել։ Հայաստանում նախընտրական ակտիվ եռուզր է, ընթանում է քարոզարշավը, ուժերը շրջում են հանրապետությունում, լսում քաղաքացիների մտահոգություններն ու ներկայացնում խնդիրների լուծման իրենց տարբերակները։ Զուգահեռ ազգային ժողովը արտահերտ նիստով մի քանի որոշումներ է ընդունել։ Հայաստանը արտերկրում կարող է դիվանագիտական գրասենյակներ բացել։ Լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում անհրաժեշտ է լինում ունենալ պետության ներկայացվածություն, սակայն այդ ժամանակահատվածում ֆինանսական կամ այլ տեսանկյունից նպատակահարմար չի լինում դեսպանություն բացելը։ Նման դեպքերում օտարերկրյա պետության հետ կարող է ձեռք բերվել համաձայնություն դիվանագիտական գրասենյակ հիմնելու մասին։ Ի դեպ, խորհրդարանի որոշմամբ Հայաստանում և արտերկրում ծառայող դիվանագետների աշխատավարձերը հավասարվել են։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է զինվորական ծառայության զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Արցախից բռնի տեղահանված 27 տարին լրացած անձինք այլևս խնդիր չեն ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում, եթե տեղահանման հետևանքով զրկվել են ծառայությունը փաստող փաստաթղթերից։ Իսկ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դառնում է պարտադիր։ Խորհրդարանը 64 կողմ մեկ ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Վերադառնանք նախընտրական պայքարի դաշտ։ 8 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանք Հանրապետություն, Հայաստանի շնորհապետական կուսակցություններից ու Ուժեղ Հայաստան դաշինքից են։ Սակայն քարոզարշավն ընթանում է իր հունով։ Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպել է Սամվել Կարապետյանը։ Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն քաղաքացիներին ընդունել է իր տանը, լսել նրանց խնդիրներն ու խոստացել լուծել։ Քարոզարշավը շարունակվել է նաև Տավուշում։ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ շրջայց է կատարել մարզում։ Դպրաբակում երկրորդ նախագահը ջերմ ընդունելության է արժանացել, հանդիպել բնակիչների հետ ու խոսել երկրի առջև կանգնած խնդիրների մասին։ Զինվորականները вообще որ կարելի ասած հիմա ոչ մի տիպի իրանց չեն էլի գնահատում։ Հաստատ են որ ձեր ժամանակ զինվորականները էլ եմ ասում, ես հիմա ինքս զինվորական եմ ու չեմ էլի ընտրում կոնկրետ մեր երկրի վարչապետին, ճիշտ է։ Ես ասեմ, այն ժամանակ ենթադրում եմ որ պատճառը ինչն է։ Առաջինը զուտ պետությունը իր վերաբերմունքի առումով քարոզչական բան միշտ ընդգծել է բանակի դերակատարությունը, միշտ է եղել։ Երկրորդը, նայեք, միշտ հետևում էի, աշխատավարձերը բավական հաճախակի բարձրացնում էինք, միշտ հետևում էի, որ զինվորականի աշխատավարձը անպայման ոստիկանից, ուժային կառույցներում առնվազն 25% ավել լինի։ Համարենք, որ անվտանգությունը ապահովելու համար բանակը համար 1 ֆունկցիան ունի եւ մենք ամեն ինչ արենք, որ այդպես է։ Բայց այսօր համար 1-ը օրինակ Հայաստանի Հանրապետությունում իրանք նախընտրում են միլիցիայի կարգավիճակում լինի, բայց մեր սահման բոլոր սահմանները սկսում է, բայց պատճառը դա է։ Դրա պատճառով վերաբերմունքն է փոխվում, որովհետեւ մարդիկ նայում են, ասում են պետության համար բանակը առաջնահերթություն չի։ Հակառակ դեպքում բարեկը ավելի շատ աշխատավարձ չի ստանա, քան բանակը։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հրազդանում էր։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետ դառնալու մտադրություն չունի։ Դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանի։ Ոչ,
Բացառում եք Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը։ Որտեվ ես Նիկոլ Փաշինյանին հրապարակում, որ բոլորը սպասում էին արդարությանը, սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին, ժողովրդի հետ հրապարակում։ Հիշում եք, թե չեք հիշում։ Ու դրա դες քննադատում են, այո, հիշում եք։ Գնացել եմ Մակարյան ջան հրապարակ, Փաշինյանի հետ միասին, ասել եմ, որ ժողովուրդ ջան, այսօր մեզ պետքա փոփոխություն, որ դուք ում եք ձեր ձայնը տալու։ Ասել եմ, հիմա եթե YouTube բացեք կա Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որտեղ դեմքերը այդ երեքն էին, թե Նիկոլ Փաշինյան, բոլորը գոռացել են Նիկոլ Փաշինյան, ասեմ ձեր ցավը տանեմ, ինչե վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանը ուտում ենք վարչապետ, ասում էր, որ ժողովուրդը դա տուգանելու մատերիալ չի, Ղարաբաղը դա Հայաստանն է ու վերջ, ու ասում են, որ ինք եկել է հող տալու համար, ասում էր ով տա, ես իմ ինչ վերջը։ Մենք եղանք իրանց հետ գործընկեր, նորմալ, մեր մասով դրեցինք։ Իր ասածները մենք չկատարեցինք, որտեղ դա անընդունելի էր։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դատարանն արդարացրել է։ Առավոտը գրել է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը 100 միլիոն դրամը վերադարձրել են գրավը վճարած անձին։ Դատարանը Սեթրակ Արուստամյանին ճանաչել է մեղավոր, սակայն համապատասխան հոդվածով նախատեսված պատիժ չի նշանակել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Հիշեցնեմ, որ Ծառուկյանին եւ Արուստամյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականին։ 2017-ի խորհրդարանի ընտրության ժամանակ ընտրակաշարք տալու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն Նոր-Նորքի ղեկավարի աշխատակազմի 2 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել։ Կաշառք տալու, ստանալու եւ դրան օժանդակելու դեպքերի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից 2-ը Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են։ Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կանանքը։ Հայ-թուրքական սահմանի բացման թեման այս անգամ քննարկվել է ոչ թե պաշտոնական բանակցային սեղանների շուրջ, այլ հենց սահմանային գոտում, Ախուրիկի կայարանի տարածքում։ Թուրք լրագրողները Երևանում անցկացված միջազգային միջոցառումներից հետո այցելել են Գյումրի, եղել Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի կարևորության մասին։ Սակայն զուգահեռ Բաքվի խոսույթի հռետորաբանությունն է փոխվում։ Հայաստանի ներքաղաքական դաշտի մասին Բաքուն այլևս չի խոսում միայն ընդհանուր ձևակերպումներով։ Ադրբեջանի նախագահը նախընտրական շրջանում սկսել է ուղիղ գնահատականներ տալ հայաստանյան քաղաքական ուժերին, մի մասին ներկայացնելով որպես ռևանշիստ, մյուսներին կանխատեսելի ու ընդունելի կողմ։ Ինչ գնահատական են տալիս այս ամենին փորձագետները ռեպորտաժում։ Ալիևը ընտրությանն ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերի մասին է խոսել, եւ եթե նախկինում Բաքուն բավարարվում էր միայն ուղերձներով, հիմա փաստացի մտնում է Հայաստանի ներքաղաքական խոսույթի մեջ, բաժանելով ուժերին ընդունելի եւ ատելությամբ ապրող ճամբարների։ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով, քանի դեռ սա շարունակվում է, մենք պետք է զգոն լինենք։ Նախընտրական փուլում այս ձևակերպումները սոսկ հակահայկական խոսույթ չեն, դրանք նաև քաղաքական ազդակ են։ Ընդ որում այնպիսի ազդակ, որը փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական քաղաքական թեզի հետ։ Եթե գործող իշխանությունը չվերարտադրվի, տարածաշրջանում կարող է նոր էսկալացիա սկսվել։ Փորձ է արվում ընդդիմությանը ներկայացնել որպես այսպես պատերազմի կուսակցություն, այն բաղկայում երբ ընդդիմության որևէ անդամի ես գոնե թե չեմ տեսել, որ որևէ անգամ խոսեմ պատերազմի մասին, եթե շահերի սպասարկումը, ազգային շահերի սպասարկումը դիտարկվում է կոնֆրոնտացիոն քաղաքականություն, ցավոք սրտի դա իշխանության կողմից ներմուծված կանխավարկած է եւ այդ ընդդիմությանը որպես պատերազմի ուժ ներկայացնելու մոտիվը եւս իշխանության կողմից ներմուծված խոսույթ է։ Իսկ այդ խոսույթը Հայաստանի դեմ է աշխատում։ Ներկա պահին քաղաքական ուժերը պատերազմի մտադրություն չունեն, հակված են արժանապատիվ խաղաղության օրակարգին, ինչը մտահոգություն է առաջացրել Բաքվում։ Եվրամիության դիտորդների ներկայությունը խորացնում է այդ մտահոգությունը։ Ալիևը պնդում է, Ադրբեջանը հասել է նրան, ինչին ցանկանում էր, եւ Հայաստանն իրենցից պաշտպանելու կարիք այլևս չկա։ Եթե մենք ցանկանայինք, կարող էինք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա, եւ նրանց ետևում կանգնածները նույնպես գիտեն դա։
Անկախ նրանից, թե որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին, նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն։ Նրանք անօգնական են։ Բաքուն չունի պահանջներ, բայց չի դադարում եվրոպական դիտորդներին թիրախավորել։ Այստեղ է առաջանում հիմնական հակասությունը։ Ադրբեջանին պետք չեն ականատեսներ, որոնք կխոչընդոտեն Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Ադրբեջանը վախենում է, որ եվրոպացիների առկայությունը այստեղ եւս կարող է նպաստել նրան, որ Ալիևը էժան գնով կստանա այն, ինչ կարող է նրա վրա ավելի թանկ նստել։ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանն ու հայկական լսարանին միաժամանակ փոխանցել մի քանի տարբեր ուղերձ։ Մի կողմից հայտարարել, թե հակամարտությունն ավարտված է, մյուս կողմից շարունակել ներքին լսարանին պահել չլուծված կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Ադրբեջանում պահպանվում են մտահոգությունները եւ գոնե թե ներքին լսարանին փորձ է արվում հասցնել, որ կոնֆլիկտը վերջնականապես կարգավորված չէ, թեպետ արտաքին լսարանին հակառակ ուղերձն է հղվում, մասնավորապես այդ տեսանք մենք Ալիևի հայտարարության մեջ, որ իբրև թե Ադրբեջանը Հայաստանի ոչնչացման եւ ինքնիշխանության վերացման խնդիր իր առաջ չի դրել եւ Ադրբեջանից Հայաստանը պաշտպանելու խնդիր գոյություն չունի։ Այժմ արդեն որտեղ Ադրբեջանը իր բոլոր նպատակներին իբրև թե հասել է։ Այս ամենի ֆոնին փորձագետները նկատում են, Բաքուն աստիճանաբար ներգրավում է Հայաստանի նախընտրական խոսույթի մեջ ոչ միայն գնահատելով հայաստանյան քաղաքական ուժերին, այլ նաև ակնարկելով, թե դրանցից որոնք են խնդիր ստեղծող, իսկ որոնք առավել կանխատեսելի Ադրբեջանի համար։ Ու եթե նախկինում Ադրբեջանի ուղերձներն ուղղված էին բացառապես Հայաստանի իշխանությանը, ապա այժմ դրանք հասցեագրվում են նաև հայ ընտրողին։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին հայտարարել է, որ Թրամփը սպառնում է Իրանի միջուկային զենքով, հավատալով Պենտագոնի կեղծ պնդումներին։ Պարոն Թրամփ, սկզբում սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը։ Մենք հաղթել ենք ձեզ մարտի դաշտում, մի մտածեք, թե կարող եք մեզ հաղթել դիվանագիտության մեջ, ասել է նա։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային, կողմերը քննարկել են առևտրի, պաշտպանության եւ էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։ Անկարան հանդիպման ընթացքում կրկին բարձրացրել է Եվրամիության անդամակցության եւ Մաքսեի միության վերականգնման թեման։ Էրդողանի խոսքով տարածաշրջանային վերջին զարգացումները ցույց են տալիս Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների կարևոր աշխարհաքաղաքական նշանակությունը։ Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Չինաստան կմեկնեն տեխնոլոգիական ոլորտի մի շարք առաջատար ղեկավարներ։ Նախագահին պաշտոնական այցի շրջանակում կմիանան Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, BlackRock-ի գլխավոր Լարի Ֆինկը, նաեւ Meta-ի, Visa-ի եւ այլ ընկերությունների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Թրամփի հետ Չինաստան կմեկնի ամերիկյան բիզնեսի 17 ներկայացուցիչ։ Փոփ աստղ Դուա Լիպան $15 միլիոն դատական հայց է ներկայացրել Samsung-ի դեմ, պնդելով, որ ընկերությունն առանց թույլտվության հեռուստացույցների փաթեթավորման համար գործածել է իր նկարը։ Դատական հայցը ներառում է հեղինակային իրավունքի խախտման եւ Լիպայի պատկերի ապօրինի յուրացման վերաբերյալ մեղադրանքներ։ Եվ վերջում եղանակի մասին, Հայաստանում օդի ջերմաստիճանն այսօր եւ վաղը փոքր-ինչ կնվազի։ Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։